Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 24։ Հաղթահարեք ձեր վախերն ու անհավատությունը։ Իսրայելն ընկել էր կրապաշտության մեջ, բայց նրա հիմնական մեղքը դեռևս անհավատությունն ու վախն էր։ Աստված իր ողորմությամբ նրանց մարգարե ուղարկեց մերկացնելու իրենց արմատական մեղքը։ Մարգարեն ասաց նրանց. «Նայեք ինքներդ ձեզ, մի խումբ թուլամորթներ, որոնք թաքնված են և վախենում են ոտքի կանգնել և կռվել։ Դուք արդեն հանձնվել եք, բայց ձեր հետևում Աստծո փրկության պատմությունն է։ Նա մեծ հաղթանակ էր տվել ձեր հայրերին և խոստացել ձեզ նույնպես ազատել, բայց դուք չեք հավատում նրան»։ Դատավորաց 6-րդ գլուխ 8-10 խոսքեր։ Շատ քրիստոնյաներ վախենում են, որ սատանան կկործանի իրենց։ Նրանք վախենում են, որ կսխալվեն կամ կվերադառնան իրենց մեղքերին, բայց դա սուտ է, եկած հենց դժոխքի խորքից։ Աստվածաշունչն ասում է, որ պետք չէ վախենալ այս կյանքի միջով անցնելիս։ Երբ դուք պահում եք վախը, այն դառնում է վարակիչ։ Երբ Գեդեոնը հավաքեց իր զորքը, Աստված նրան ասաց, որ բոլոր զինվորները, ովքեր վախենում են, տուն ուղարկի։ Ով որ վախկոտ և վախասիրտ է, թող ետ դառնա։ Եվ ժողովրդիցը 22,000 հոգի ետ դառան և մնացին 10,000։ Դատավորաց 7-րդ գլուխ 3 խոսք։ Աստված այսօր խոսում է իր եկեղեցու հետ նույն խոսքերով և հարցնում. «Ինչու եք վախենում։ Ինչու եք մեղք գործում, չվստահելով ինձ ձեր կյանք բերելու հաղթանակը։ Ես խոստացել եմ խափանել ամեն դիվային զորություն, որը ձեր դեմ է ուղղված»։ Գեդեոնի հայրը Հովասը Բահաղի և Աստարոթի հսկայական կուռքեր էր կանգնեցրել, որ ժողովուրդը երկրպագեր նրանց։ Սա դարձել էր հզոր դիվային ամրոց Իսրայելում։ Աստված ասաց Գեդեոնին, որ ես չեմ ազատի Իսրայելը, մինչև դու չազատվես այս կուռքերից։ Քանդիր քո հոր ունեցած Բահաղի սեղանը և կտրիր նրա վրայի Աստարոթը։ Աստված այսօր նույն պատգամն է տալիս իր եկեղեցուն։ Դու լի ես վախով, մինչ ես քեզ ազատություն կբերեմ, դու պետք է քանդես այդ ամրոցը և ազատվես այդ ծանր մեղքից։ Դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում։ Եբրայեցիս 12-րդ գլուխ 1 խոսք։ Հաղթանակը գալիս է, երբ մենք հավատքով ենք աղոթում և ակնկալում ենք, որ Աստված կպատասխանի։